Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակ թերթը գրում է բարձրաստիճան հոգևոր դասը կողմ է կոշտ պատիժներին։ Որոշել են հարցը թողնել եպիսկոպոսատ ժողովի քննությանը։ Ժողովուրդը գրում է ինչ ունեցվածք ունի ԱԺԿ-ական պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը։ Ըստ թերթի պատգամավորը գրել է, որ ունի 3 անշարժ գույք, 2 մոտոցիկլ եւ 1 ավտոմեքենա։ Փաստը գրում է ժողովուրդը պարզապես կանգնեցվելու է փաստի առաջ, որ իբր Հայաստանում ստեղծվել է նոր պետական եկեղեցի, որը ծառայում է Թուրքիային։ Հրապարակի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը վեհապարի եւ եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է ներսից է քանդում եկեղեցին։ Ժողովուրդ թերթը գրում է, ովքեր են բռնության ենթարկող երեխաների ծնողները։ Ըստ թերթի բռնության ենթարկողների մի մասի ծնողները զբաղեցնում են կրթական եւ իրավապահ համակարգերի պատասխանատու պաշտոններ։ Հրապարակի տեղեկություններով ԿՊ-ն մինչև փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը։ Ժողովուրդ թերթը գրում է, ԿՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը արդեն 4-րդ անգամն է, ինչ Փաշինյանի ներկայությամբ տապալում են ՀԺ նիստերը։ Հրապարակ թերթը գրում է, Եվրոպան այլևս չի թաքցնում իր մտադրությունը, որ կաջակցի ԿՊ-ի վերարտադրությանը։ Հրապարակը գրում է Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակի մասին, որն ավարտվել է ձերբակալություններով։